Նոյանտապանում հյուրընկալել եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջների ֆոնին Հայաստանի վարչապետը օրերս շատ ուղիղ հայտարարեց, որ իր կարծիքով նոր տեքստում սահմանադրության անկախության հռչակագրին պետք է հղում չարվի, բայց որոշողը ժողովուրդն է։ Նախ ձեր կարծիքով հնարավոր կլինի այդ փոփոխությունը իրականացնել, այսինքն իշխանությունը կստանա աջակցություն հանրային, եւ երկրորդը ձեր նախաձեռնությունը եւս սահմանադրության տեքստն է, իր տեքստն է մշակում, կխնդրեմ ներկայացնեք ինչով է այն տարբերվում մեր ներկայիս սահմանադրության տեքստից։ Ամենից եթե գամ, նախ Բաքուն սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում, այլ կոնկրետ նախաբանում անկախության հռչակագրին հղումը, որովհետև մնացած առումներով կարծես մեր սահմանադրությունը Բաքվին առանձնակի այդպես հետաքրքիր չի կամ նույնիսկ միգուցե շատ հարմար է։ Միգուցե շատ հարմար է, սա առաջին։ Երկրորդ, այն որ նա դա այդ պահանջում է, որովհետև ստե թույլ տվեք ասեմ, Ալիևը մի քիչ ավելի շատ է հասկանում պրեամբուլաներից, քան հասկանում է մեր մտավորական կամ քաղաքական ներկայացվող էլիտան։ Ինչ նկատի ունեմ, որ տեսեք ինչ ասում է դե պրեամբուլայում հղումը կա հռչակագրին մեր այսօրվա սահմանադրության եւ 95 թվականից հղում կա, բայց ասում է սահմանադրության ընդհանուր տեքստում դա առանձնակի չի կարևորվում եւ դրա վերաբերյալ որևիցե դրույթներ, այսպես ասած, չկան։ Յանի եկեք դա որպես դեկորատիվ նշանակություն ունի պրեամբուլայում։ Այնինչ, եթե իրոք վերցնում ենք պրեամբուլայի նշանակությունը սահմանադրության համար, դա ամբողջ սահմանադրության հոգին է։ Ամբողջ սահմանադրության բանաձևումն է մի նախադասության մեջ։ Հիմնականում պրեամբուլաները մի նախադասությամբ են գրվում, դրա համար տենց մի քիչ երկար, այսպես երկարացած խոսքի տպավորություն է թողում։ Եվ այդ մի նախադասության մեջ այն ամենը ինչ արտացոլված է, դա հետո կարմիր թելի տեսքով անցնում ամբողջ սահմանադրության միջով։ Եթե մեր քաղաքական գործիչները ասում են կամ նույնիսկ մեր սահմանադրական դատարանը որ գիտեք ինչ կա, այ դա կա նախաբանում հռչակագրին հղում, բայց դա էական չի, դա խայտառակություն է նախ մեզ համար, նախ մեզ համար է խայտառակություն, կոպիտ ասած մեկի անունը ենթադրենք Վահագն է, բայց իրան ասենք Մուկ են ասում, սենց հռչակագրում գրած է, անունը գրած է, ճակատին գրած է, բայց իրան Մուկ են ասում բոլորը, ոչ ոք Վահագն չի ասում, ոչ ոք դա չի ասոցացնում, եթե ռազմի աստվածության հետ ենթադրենք, հասկանում եք սա ինչ, բայց Ալիևը այ դա ասոցացնում է, Ալիևը հասկանում է, ասում է այ Մուկ, այդ Վահագնը հանի գրի Մուկ, մենք Նիկոլ Փաշինյանն ասում է, դե եկեք ժողովուրդ ջան, քանի որ այդ Վահագնը մեր խելքի բանը չի, Մուկը գրենք Մուկ։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք ժողովուրդ, միգուցե պետքա գրենք ոչ միայն Վահագն, այլ պետքա գրենք Անահիտ, պետքա գրենք Արամազդ, միգուցե պետքա գրենք Մաշտոց, միգուցե պետքա ռեալ գրենք այն ինչ Կոմիտաս պիտի գրենք, միգուցե պիտի գրենք Սայաթնովա, պիտի գրենք ինչ ասեմ։ Միգուցե ահագին բան կա գրելու էլի։ Եվ այդ նախաբանին համահունչ ու այնպես գրենք, որ որևիցե մեկը չկարողանա, դա էլ արդեն խոսքի ձևակերպման հարց է, որևիցե մեկը չկարողանա քեզ հանդիմանել, թե դու ինչու ես ուղակի իմ հետ կապված ինչ-որ բաները տե հիշատակում, նամանան որ հա էլի մենք նախ մեր մասին ենք գրում, եկեք մենք մեր մասին գրենք, ու այնպես գրենք, որ դա ոչ թե մեր վրա շուն հաչացնի, այլ հակառակը։ Բայց դա հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Ավելին սահմանադրագետ մարդիկ, գիտնական իրավաբաններ լուծում են տալիս, թե դա ոնց կարար լիներ։ Այսինքն ոնց կարելի է ձևակերպումները տալ, համ լինի համարժեք պատասխան, համ չլինի այսպես կռվախնձորի առարկա։ Համենայնպես մենք հիմնադիր զավակներ նախաձեռնությունը այս կետից չենք գալիս։ Մենք գալիս ենք այն կետից, որ լավ ճիշտ եք տեսնում, որ մեր պրեամբուլան հարցերը առաջացնում եւ մեր պրեամբուլան պետքա արտացոլված լինի ամբողջ սահմանադրության մեջ։
բայց մենք ոչ թե կգանք 90 թվականի հետ սովետական կամ այդ սովետական միության հոգեվարքի շրջանի գաղափարական թեզերով, մենք կգանք ավելի ֆունդամենտալ։ Մենք ոչ թե երրորդ հանրապետության ինչ որ հռչակագիր, մենք հայոց անկախության հռչակագիր կա, որը սկզբում ավանդույթի, ավանդազրույցի, բանահյուսության, հետո արդեն գրավոր տեսքով մեզ է փոխանցվել հայկի եւ բելի հակամարտության հետ կապված։ Եվ այդ պահը կարծես թե խորհրդանշորեն արտացոլում է հայ ժողովրդի հայոց անկախությունը։ Ինչպես եղավ, որ հայերը դեմ դուս եկան բռնակալության, որտեղ ըստ էության անկախության հիմքը դա է։ Եթե ամեն ինչ լավ է, բռնակալություն, բռնատիրություն չկա, մարդիկ ինչ են առանձնանում մի ինչ-որ համայնքից, խմբից եւ գնում իրենց համար իրենց համայնքը ստեղծում, իրենց սեփական համայնքը ստեղծում։ Եթե բռնատիրություն չկա, հիմա մեծ հսկայական երկրներ միլիոնավոր կամ 100 միլիոնավոր, ընդհանուր միլիարդով ժողովրդով ապրում են։ Հա, ինչի օրինակ նրանք չեն այսպես տրոհվում, որովհետեւ չկա բռնատիրություն կամ կա այնքանով, որ դա հանդուրժելի է, կամ չկան այդ ըմբոստները, ինչպես աղեղնահայկներ, որպես խորհրդանշական ըմբոստ։ Եվ այդ սկզբից, որպես ազգի անկախության հռչակագիր, եկեք այդտեղից սկսենք, ով կարա գա ասի սենց չի նենց է։ Ով կարա գա, այդտեղ մեզ ասի, ձեր աչքի վրա, ձեր աչքիդ վերև ունք կա։ Ռուսաստանը չի կարող ասել, պարոն Մանասյան, որովհետև մեր ներկայիս անկախության հռչակագրի հետ կապված ես լսել եմ կարծիքներ, քննարկումներ, որ այն ժամանակ կաշկանդված են եղել եւ առանձին դրույթներ, անգամ ձևակերպումները ընտրելի շատ զգույշ են եղել, որպեսզի Ռուսաստանը դրանից չնյարդայնանա։ Ամբողջ խնդիրը ինչի որ ես հիմա տեսնում եմ, հա, նախ Ռուսաստանին հանգիստ թողեք, դա քո սահմանադրությունն է, հակառակը։ Դու պատրաստ եղի, որ Ռուսաստանը քո սահմանությամբ քո հետ խոսալու է։ Քո սահմանադրությամբ է քո հետ քննարկելու, դատվելու։ Հիմա Ռուսաստանը օրինակ շատ երկրների հետ, այդ թվում Ուկրաինայի վերաբերյալ, ինչ որ բաներ են ասում եւ ինչ են հղումանում, ասում են այդ երկրի սահմանադրությամբ այդպես է, մենք իրենց երկրի սահմանադրությամբ իրանցից պահանջում ենք։ Այսինչը կամ այնինչը։ Դու պատրաստ եղի, որ այնքան հասուն պիտի լինի քո խոսքը, քո պայմանը, քո ձևակերպումը, որ քեզ այդ ձևակերպումով քո հետ հարաբերվելու են, ու դու պիտի այդ ձևակերպումին տեր լինես։ Այդ դրա համար պետք է շատ խոր, այսինքն մի նախադասություն է թվում է թե գրված, բայց դրա տակ այնքան մեծ խորություն կա, եւ դա միայն Ռուսաստանը չի, դա Եվրամիությունն է, դա Իրանն է, դա Թուրքիան է, Ադրբեջանն է, Չինաստանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, բազմաթիվ հասարակական կազմակերպներ եւ միջազգային կազմակերպություններ են, դա շուկայական տնտեսական տարբեր ինստիտուտներ են, ֆինանսական տարբեր ինստիտուտներ, այս ամեն ինչը դու պիտի հասկանաս, տեսնես եւ այնտեղ արձանագրես պրեամբուլան, որ նախաբան ենք ասում, քան էլ դա նախաբան չի էլի, այսինքն ինքը ոչ թե նախաբան է, որ ինչ որ մի խոսք ենք ասում, որ բուն ասելիք ասենք, դա հենց բուն ասելիքն է։ Դա ոչ թե նախապատրաստական ինչ որ տեքստ է, դա բուն ասելիքն է։ Ահա այդ քո բուն ասելիքը պետք է այնքան կշռադատված, այնքան չափված ձևված լինի, որ դու կարողանաս դրա տակից դուրս գաս։ Հաշվի առնելով, որ սա մեծ պատասխանատվություն, մեծ գիտելիքներ, մեծ փորձ, մեծ վերլուծություն պահանջող եւ ժամանակի մեջ դու պետք է ապագան մոտավորապես մի 50 տարվա կտրվածքով տեսնես, որպեսզի այդպիսի գործի մեջ թաթախվես, եւ շատ ողջամիտ մարդիկ ասում են, լսի, բայց մենք այդքան կանք, որ այդպեսակ թեմաներ իմ ընկերներից չէ, ես նկատի չունեմ հիմնադիր զավակներից, այլ ուժերից, այսպես այլ ընկերների լավ, ասենց ասամ, շարքում կան այդպիսի հարցեր, եւ դա է պատճառը, որ եւ մենք կոնսուլտացիաներ ենք անում գիտնական իրավաբանների հետ։ Միևնույն ժամանակ բավականին խորը ուսումնասիրում ենք առհասարակ միջազգային էվոլյուցիան, պատմական էվոլյուցիան այս ամեն ինչի, եւ ամենակարևորը աշխատում ենք օգտվել այն արդեն գործիքակազմերից, այն ձևակերպումներից ու սահմանումներից, որոնք արդեն իսկ կան աշխարհում, տարբեր սահմանադրությունների մեջ իրենց արտացոլանքը գտել են, իդեպ այս ուսումնասիրությունների ընթացքում ահագին հետաքրքիր հետևությունների են գալիս, եթե հարցնեք դրա մասին կպատմեմ, Ճապոնիան, Գերմանիան, մյուսը։ Հա, մի խոսքով
տեսնում ենք եւ այդ գործիքները, այդ արդեն գոյություն ունեցող բլոկները, հա, արդեն պատրաստի շինարարական, այսպես ասած բլոկները, նախ դրանց իմաստն ենք հասկանում, դրանց բաղադրությունն ենք հասկանում, դրանց քիմիական կազմն ենք ճակերտավոր հասկանում եւ տեսնում ենք դա որքանով ենք կարող օգտագործել։ Եվ օրինակ բերում ենք օգտագործելու եւ տեսնում ենք, որ մի րոպե հայ ժողովրդի, հայկական մշակույթի մենտալիտետի առանձնահատկություններում սա այսպես չի աշխատի։ Օրինակ, մի օրինակով ասեմ, երջանկության բանը հետապնդումը, երջանկության հետապնդումը որպես հիմնարար իրավունք, բնական իրավունք։ Մենք այնուամենայնիվ մտածեցինք, որ պարզապես երջանկության հետապնդումը կարծես հայոց համար կիսատ է, եւ հայերիս համար պետք է անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը դա դառնա, որովհետեւ հայի երջանկությունը հաճախ ընտանեկան երջանկության հետ ուղիղ ասոցացված է։ Եվ եթե դու ինչ որ արևմտյան մշակույթում, հենց նույն ասենք թե բանը 250 տարի առաջվա Միացյալ Նահանգներում իրենց անկախության հռչակագրի մեջ իրենք արարչի կողմից որպես այսպես անառարկելի կամ անբեկանելի, անկապտելի իրավունք են ճանաչում մարդու երջանկության հետապնդումը, մենք դա այդպես բերում ես եւ երբ որ սկսում ես իրեն վերլուծության ենթարկել, տեսնում ես, որ հայոց համար դա ինչ որ բան այն չի, ինչ որ դրա համար եւ անձնական, այսինքն անհատական երջանկությանը մենք դեմ չենք, բայց մենք պարտադիր ենք համարում ընտանեկան երջանկության արձանագրումը։ Այսպես բազմաթիվ բան կա, օրինակ սեփականության իրավունքի մասին, էլի հիմնական իրավունքների մեջ է։ Հասկանում ես, որ հայոց մոտ զուտ սեփականության իրավունքով չես ծածկում ամբողջ մեր ընկալելիքը ու մեզ կարիք կա ժառանգության իրավունքի մասին առանձին շեշտելու, հայրենիքի, հայրենականի իրավունքի մասին, որովհետև մեզ մոտ սեփականությունը էլի գնում է այդ տրամաբանությամբ, որ սա ես պիտի մեկին թողնեմ, սա ես անում եմ, ես ամենը անում ու անում եմ, որ սա մեկին ես պիտի թողնեմ, այդ ժառանգության զգացումը, ժառանգականության զգացումը, սեփականության իրավունքի հետ, սեփականության զգացումի հետ, կարծես հայոց մոտ ավելի այսպես գնում է, հետևաբար երբ որ ուզում ես հասկանաս հայ ժողովրդի, հայ մենտալիտետի, հայ մշակույթի ու նույն այդ ամեն ինչը արևմտյան մշակույթի, կարծում ենք, որ այսպես անմտածված copy-paste անելով, պատճենելով հարցը չի լուծվում եւ ամեն մի խոսքով դրույթ, որը ընդունված միջազգային ստանդարտ է, մենք ոչ ուղղակի պատճենահանում ենք կամ գրեհիկ ասելով կապկում ենք, այնտեղ լավ բան է ստացվել, բերենք մեր մոտ է կստացվի, չէ, մի րոպե։ Մենք ունենք առանձնահատկություններ եւ ամեն քայլափոխի, այստեղից է գալի որ մի նախադասությունը գրելու համար ամեն բառի վրա վերցնում, դնում, տարբեր կողմերից ուսումնասիրում ես, նայում ես ինչքանով է սինխրոնիզացվում ավագ պատկերացումների հետ կամ ավելի հին պատկերացումներ, ապագայի հետ դա ինչքանով է խոսում եւ վերջին հաշվով դա ապրեցնող է թե չէ, սա կարևոր է։ Կան արժեքներ, որոնք իրենք իրենցով կենսունակ են, բայց ապրեցնող չեն։ Օրինակ գողությունը։ Ինքը կենսունակ բան է, մարդկությունը հավերժ պայքարում է, չգիտեմ, անբարոյականությունը։ Թեկուզ կարամ ուրիշ բառերով ձևակերպեմ, ավելի բան լինի, ոչ չեմ ուզում ոչ ոքի նեղացնեմ։ Կենսունակ երևույթներ կան, որոնք իդեպ լավ աշխատացնում են համակարգերը, բայց դրանք ապրեցնող չեն։ Եվ կենսունակ երևույթներ կան, օրինակ մեր այս պնդաճակոտությունը ինքնությունը պահպանելու։ Սենում ես այդ հատկությունը չի վերանում այս ազգի միջից։ Ցեղասպանության գնով չեն ուրանում իրենց ինքնությունը։ Արցախի դեպքում նայում ես այմար ռացիոնալ լուծում էր ըստ էության, ընդունում էին Ադրբեջանի այդ պահանջները ենթադրենք անձնագիր բան, բայց ինչպես մեր շատ այսպես հայրենակիցներ են ասում, Արցախը մնում էր հայկական։ Բայց նայում ես այդ ժողովուրդը ասում է ոչ ընկեր, ոչ։ Ինչ որ մի բան կա, որ նույնիսկ հայրենազրկվելու, ցեղասպանվելու, տեղահանվելու գնով մեր ժողովուրդը, մեր ազգը չի ուրանում։ Ուրեմն դա կենսունակ հատկանիշ է, չէ՞։ Եթե քանի հազար տարի հայ աղեղնավորից սկսած, քանի հազար տարի դա գալիս է, ու դա հիմա հարց, դա ապրեցնող հատկանիշ է, ըստ էության, հա, քո ինքնությունը հենց դրա վրա է խարսխված, դա ապրեցրել է մեզ բերել հասցրել է այսօր, հիմա դա ոնց ենք ձևակերպում տալիս այնտեղ, մենք դրա մասին ոնց ենք ձևակերպում տալիս, եւ ինչպես որոնումներն ու փնտրտուքն է ցույց տալիս, դու գալի կանգնում ես ըստ էության այդ ֆորմուլայի վրա,
զինված անհատը իր համայնքով դեմ է դուրս գալի բռնակալությանը եւ հիմնում է իր սեփական համայնքը եւ իր ճակատագիրը ինքնավորոշում, այսինքն ինքը իրացնում է քաղաքականությունը։ Զինված անհատը վերածվում քաղաքական անհատի։ Հիմա նայում ես այս ֆորմուլան քո ավանդույթների, պատմությունների, բանաձևերի գանձարանում կա, դրած է։ Հաճախ դա դուր չի եկել այն ուժերին, ովքեր մեզ որպես վասալ կամ որպես հպատակ պահել են։ Ասեն լավ, դա իմացեք, որ տենց բան կա ձեր անցյալում, բայց շատ լուրջ չընդունեք հանգարց։ Դուք պետքա բռնակալությանը շնորհակալ լինեք, որտեղ նրանք չլինեն, դուք կորած եք։ Այս սկզբունքը չէ, այս ինչը չլինի մենք կորած ենք, այն ինչը չլինի մենք կորած ենք։ Եվ նայում ես այնուամենայնիվ ոչ։ Ու բերում ես այդ բանաձևը, այդ ֆորմուլան ու իդեպ ասեմ, երբ որ մենք այդ նախաբանում սկսում ենք, որ մենք անվանադիր Հայկ Աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս, սա կարա մի տեսիկ ավելորդ պաթետիկ հնչի, մեկի համար կասի դա հեքիաթ է, բայց ֆորմուլան հեքիաթ չի։ Ֆորմուլան հեքիաթ չի, ֆորմուլան, ասենք, նույն այդ բանը 250 տարի առաջ արել են ամերիկացիները։ Անկախության հռչակագիր են գրել, բրիտանական թագավորության դեմ դուրս են եկել, ձեռք են բերել անկախություն։ Նույն բանն են արել։ Նույն բանը 250 տարի առաջ։ Հիմա տարբերակ կա, գնանք ասենք, գիտես, մենք էլ ոնց ամերիկացիներն են անում, մենք էլ ենք տենց ուզում անենք, կարանք ասենք, գիտես ինչ, ոնց մեր առասպելն է կոդավորում, այդ կոդը մենք սկսում ենք վերծանել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Վերադարձեք իմ հարցին այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը կհաջողի հանրությանը տանելու այդ իր պատկերացման փոփոխություններին։ Մեր այդ հանրային կոդը կաշխատի, հանրությունը կհասկանա, որ սխալ ուղղությամբ է գնում կամ չգիտեմ։ Տեսեք, հանրությունը դա միատար, միասեռ չէ, հա, այդտեղ տարբեր խմբեր կան, տարբեր շահեր, տարբեր հետաքրքրություններ, հասունության տարբեր աստիճան, նման հարցերի պատասխանը վերջին հաշվով տալիս են հանրաքվեները։ Եթե իմանային նախապես հանրությունը կգնա այս կողմ, թե կգնա այն կողմ, հանրաքվե չէին անի։ Նախապես կասեին դե քանի որ արդեն պարզ է, որ հանրությունը կգնա այս կողմ, եկեք այսպես անենք։ Չէ, բայց քանի որ դա դեռ պարզ չի, եւ դա երբեք պարզ չի լինում, մինչեւ հանրաքվեի արդյունքները չամփոփվեն, այդ չես կարող ասել, դրա համար հանրաքվե արում։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Նիկոլ Փաշինյանը որպես իշխանություն այդ տեսեք ոչ թե որոշելու սահմանադրությունը փոխվում է թե չէ։ Սրա մասին չեմ ասում, սրա լեգիտիմությունը sense տնես չունի։ Ստե բայց երկու հարց կա, շատ կարևոր է ուշադրություն, հարց 1 այն ինչ ունենք, դա փոփոխում ենք կամ բարեփոխում ենք թե ոչ։ Սա առաջինն է, եւ ով իրավունք ունի այդ փոփոխությունը կազմակերպելու, այդ հանրաքվեն դնելու, ով իրավունք ունի։ Եվ երկրորդ, երբ որ ասում ես սա պիտի փոխեմ, դեպի ուր ես փոխում։ Այ ով է որոշում թե դեպի ուր։ Սա էլ երկրորդ լեգիտիմության հարցն է։ Այս երկրորդ պահը մեր ժողովուրդը չի տեսնում։ Սահմանադրության մեջ այս հարցի պատասխանը չկա մեր այսօր գործող սահմանադրության մեջ։ Այսօր գործող սահմանադրությունն ասում է թե ինչպես պետք է իր մեջ փոփոխություններ առաջացնել, իր առանցին հոդվածներ գրել, բայց այս սահմանադրությունը չի ասում թե ոնց քանդել ամեն ինչ
իրեն ոչնչացնել եւ զրոյից սկսել։ Սրա մասին Հայաստանում գոյություն չունի մի փաստաթուղթ, որին հղում անելով դու օրինական, լեգիտիմ, իրավական առումով ճիշտ գրագետ քայլ անես։ Հետևաբար նախ սրա շուրջ կոնսենսուս է պետք, թե ով է որոշելու, եթե փոխում ենք։ Հələ այս հարցը։ Նախ փոխում ենք թե ոչ, ենթադրենք ինչ որ այս հարցը մի առանձին պատասխան։ Նույնիսկ եթե փոխում ենք, ով է մշակում դեպի ուր ենք փոխում։ Մի տարբերակ է լինում, քեզ ասում են ասա այո կամ ոչ։ Թե լինում է 5 տարբերակ, քեզ ասում են ընտրի որ մեկն է քեզ ավելի հոգեհարազատ։ Եվ այդ 5 տարբերակը ենթադրենք, ով է մշակում, իսկ այն մի տարբերակը ենթադրենք, ով է մշակում, ով է այդ մանդատը տվեց ձեզ։ Նիկոլ Փաշինյան իր արդարադատության նախարարը Դանիել Իոաննիսյան, որ դրանից ձեզ ով է այդ մանդատը տվել։ Դուք այդ ոնց եք զարթնել ու որոշե, որ հայոց սահմանադրությունը դուք եք որոշում։ Նախորդ իշխանությունները ունեին այդ մանդատը, պարոն Մանասյան, որ նրանք էլ են, օրվա իշխանություններն են փոփոխություններն անում ըստ էության։ Եթե նախորդ իշխանությունները ըստ էության փոխեցին կառավարման համակարգ եւ այլն, բայց ամբողջությամբ նոր սահմանադրություն որպես այդպեսին տեղի չունեցավ, բայց ենթադրենք ունեցավ։ Ենթադրենք ես հիմա մի քիչ լղոզեցի։ Ունեցավ։ Եվ ինչ, նախորդ իշխանությունները շատ բան են արել։ Հիմա ինչ, դա դարավ արդեն, որպես նախադեպ կամ չգիտեմ, դարավ տրադիցիա եւ որպես տրադիցիա դարավ իրավունք, դա ինչ որ մեկի համար դարել է իրավունք։ Նախորդ իշխանությունները ինչ անում էին, այս ժողովուրդը սուստ նստած ասում էր, ձեն չանենք, Ղարաբաղի հարց ունենք, 100-150 հազար քույր եւ եղբայր ունենք Արցախում, բանի նշանոցի տակ, պրիցելի տակ, բա հիմա նույն զսպվածությունը դուք տեսնելու եք օրինակ ինձնից, թեև այն ժամանակ էլ առանձնակի զսպված չեմ եղել։ Ուղղակի մարդիկ տեղյակ չեն, էլի այն ժամանակ տեղյակ չեն, դրա այդ մասին մի ուրիշ անգամ։ Հիմա ով ասեց, որ դա դարել է ինչ որ մեկի համար իրավունք։ Նախորդ իշխանությունները եթե ամեն ինչ ճիշտ արածել էին, մենք այսօր նոր սահմանադրության մասին չէինք մտածի, նոր հասարակարգի մասին չէինք մտածի։ Եթե նախորդ իշխանությունները ամեն ինչ լրացրած էր, ամեն ինչ տեղը տեղին պահած էր, մենք այսօր ինչ ենք այսօրին։ Հետևաբար մենք այս օրից չենք ուզում, այս օրին չենք ուզում մնանք, ուզում ենք այս օրից դուրս գանք եւ դրա համար ճանապարհ ենք առաջինը։ Նախ մտածում ենք ուր գնանք, դեպի ուր։ Եվ երկրորդ ինչ ճանապարհով, հետո ինչ միջոցներով եւ ովքեր են համաձայն այդ ճանապարհը դուրս գալ։ Թե շարունակենք այսպես գլոր տեսնենք գլխներիս ինչ է գալիս։ Դե արտաքին վտանգը, հիմա պատերազմի վտանգը, որը դրանով են պայմանավորում փոփոխությունները, ասում են, եթե երկրորդ սցենարը լինի, հանրությունը չաջակցի, հարցը դրվի հանրաքվեի, Ադրբեջանը մեզ բոլորիս կհայտարարի ռևանշիստ եւ կհարձակվի։ Մենք անվանադիր Հայկ Աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս ու հիմա հարց եմ տալի։ Այդ անվանադիր Հայկ Աղեղնավորի կյանքը ուրիշ կյանք էր, այդ նույն պատերազմի վտանգը չէր, այդ նույն դեմը չէին դրել, կամ կգաս հետ կմտնես ու քեզ խելոք կպայես, կամ վատա լինելու, այդ նույնն է, չէ եղել։ Այդ պրեամբուլան, որ մենք գրել ենք, Facebook-յան պատում էլ կա, 1 ժամ 17 րոպե դրա մասին բացատրական լայվ եմ անում, դա հենց այնպես չի ասում, դա ամբողջ բանաձևն է, որ փորձել ենք սահմանել, իհարկե դա վերանայման տեղեր ունի, բայց ոչ հիմնական դրույթներում։ Վերանայման ձևակերպման որոշակի փոփոխություններ կարա տեղի ունենա։ Հիմա այդ երբ տենց չի եղել, բա պետություն ենք ուզում ժողովուրդ։ Բա պետությունը ոնց հալնում։ Պուճուր երեխու նման բան դա տենց պաղպաղակ է փայտիկով, որ պետքա շուտ ուտես չհալի թափի։ Չէ։ Դա շատ լուրջ գործ է, հոգս է։ Շատ լուրջ։ Դե հիմա վերցրել ենք, պիտի տանենք։ Ոնց անենք, ուզում եք ամեն մեջներից, այսպես ասած, անգրագետներով, կիսատ թուլակամներով, անողնաշարավորներով գան ու սատանեն ոչ։ Մի հատ տեսեք, սա ինչ կամքի ու տոկունության տեր, ինչ խարակտերիտեր մարդիկ պետք է այս լուրջ հարցը առաջնորդեն, այս լուրջ ճանապարհում առաջնորդեն։ Խելքի ագեք, այո, ու միշտ լինելու է պատերազմի վտանգ։ Համարեք այդպես։ Միշտ ինչ որ մեկը քեզ մոտ լավ բան եղավ, գալու է ուզի։
Վատ բան եղավ, գալու է որպես ռեսուրս քանդի տանի իր տունը, չգիտեմ, իր համար ծառայեցնի։ Վտանգը միշտ կա, պարոն Մանասյան, եւ եղել է, բայց այստեղ հարցը նա է, որ հանրությունները տարբեր ժամանակներում կամ պատրաստ են եղել, կամ պատրաստ չեն եղել, հիմա մեր Ես պատրաստ եմ։ Իրադարձություններից հետո ես պատրաստ եմ։ Դե հասկանալի է։ Ընկերները, եղբայրներն ու քույրերը պատրաստ են։ Ինչ ասեմ էլ։ Վերջ։ Եթե մեր սերունդը պատրաստ է Էլիզա, մնացածի ձայնը դժվար թե մեծամասնություն կազմի։ Ավելի եթե նույնիսկ մենք փոքրամասնություն ենք, մեր վճռականությունը կարա եղանակ ստեղծի։ Մենք պատրաստ ենք։ Այո, մենք անմտածված, հուզառատ դրան արդեն գիտենք, որ տենց չի լինում ու տենց պետք չի որ անենք։ Փողոցները չափչփելով, պլակատներ բռնելով, մարդկանց անձնականն ու ներքնաշորի գույնը քննարկելով տենց չի լինում։ Սա լինում է լուրջ, մտածված, տրամադրված, իրար խելքրատ տալով։ Այս ընթացքում, ասում եմ, այս ամբողջ աշխատանքի ընթացքում ուսանողից սկսած մինչև ամբիոնի վարիչ քննարկում ա եղել, պատկերացնում եք, ու որ նայում ենք այս մի խոսք, մի ուսանողից մի խոսք ա եղել, ու այդ մի խոսքը հասկացանք, որ ամենալավն է բացատրում ենք ինչ ենք ուզում այստեղ լինի։ Մենդելևի պարբերական հաղորդակցը գիտեք, չէ՞, ասենք սկզբում ինքը մոդելը ձևակերպել է, հետո նոր նյութեր են հայտնաբերվել ու տեղավորվել են։ Ահա այդ պրեամբուլան, դա պիտի այդ Մենդելևի պարբերական արուսյակի նման քո ազգի օրինաչափության, քո հասարակարգի, քո իրավակարգի, քո քաղաքական, պետական, տեսլականի դու պիտի դա դնես, հնդածս արդեն գալիս են լավ գաղափարեր ու տեսնես, որ ահա այդ դրա տեղը ստեղ է, դրա տեղը ստեղ է, բայց ընդհանուր պատկերացումը հետևյալն է։ Լավ, մենք պատրաստ ենք, մենք ուզում ենք, մենք պատրաստ ենք այս գաղափարների համար դատվել։ Մենք պատրաստ ենք այս գաղափարների իրականացման համար շատ ավելի մեծ զոհողությունների գնամ։ Չեմ խոսում դրա մասին, ուղղակի պաթետիկը, պաթոսը շատ չլինելու համար։ Եթե պատրաստ ենք, ուրեմն ի գործ։ Շատ լավ, սահմանադրագետների կամ այդ մասնագետների անհրաժեշտ ոնց հասկացա, մենք պակաս չունենք, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ասում է կադրային ճգնաժամ է ամենուր։ Իր շուրջ է կադրային ճգնաժամ։ Ներողություն անհամեստության համար, մեր շուրջ կադրային ճգնաժամ չկա։ Մեր շուրջ կան չգնահատված, ոչ թե չգնահատված, շատ լավ էլ գնահատված են հանրության կողմից, բայց պետական այրերն ու տիկնայք հիմնականում նրանց հերույ են պահում, երևի թե վտավախության, որ իրենց դատարկությունը չերևա։ Իսկ այն պետական այրերը եւ տիկնայք, ովքեր լիքն են իրոք, ասենք Նիկոլի կողքն էլ կան, այսօրվա պետական համակարգում էլ կան բավականին լուրջ կադրեր, բայց նրանք էլ չեմ հասկանում, այդ քաղաքական նպատակը հարմարությունից ելնելով, թայֆայականության ինչ որ սկզբունքներից ելնելով, ոնց որ հատուկ իրենց հիմար պահեն, որ շեֆը չնեղվի շատ։ Կոպիտ ասեմ, հազար ներողություն է օրինակ, կան չէ շատ խելացի կանայք, շատ խելացի, բայց զգում ես, որ տղամարդու մոտ մի քիչ իրեն թեթև է պահում, որ այդ տղամարդը իրան չնեղված չզգա։ Այդ գրողին նեղվի։ Դու եթե այդպեսի բացառիկ, իսկ հայերի մեջ շատ կան, կանանց շրջանում հատկապես։ Հայրը թագուհիների ցեղ են, էլի, ես չեմ ասում։ Արևելյան իմաստությունն է ասում, արևելյան բանաստեղծներն են ասում, ես չեմ ասում, իրանք են ասում, հայրը թագուհիների ցեղ են։ Ասում Ֆահրադ եւ Շիրին, ասում թագավորները Հայաստանից գնում իրենց կին էին տանում, որ իրենց երգիրը թագավորները իմաստությամբ կառավարեն։ Հայաստանից թագուհի են տանում, որ իրենց երգիրը իմաստությամբ կառավարեն։ Հիմա կա, մենք այդ դրա պակասը ես չեմ տեսնում։ Ես ուրիշ բանի պակաս եմ տեսնում։ Կամային հատկանիշների։ Մարդիկ այդ կամքը չեն դրսևորում, որ շեֆը կարա նեղանա, ինչ որ մեկը կարող է դա ճիշտ չհասկանա, այն մեկը դրանից կնախանձի վնաս կտա, այն մեկը դրա հետևանքով կարա հետապնդումներ սկսվի, որտեղ ինչ որ միտեղ մի ինչ որ օրենքի հետ կապված խնդիրներ ամեն մեկ իր կյանքում միտեղ ունի, ես չունեմ։ Կամ այնքանով որ ունեմ, դրանք մի խոսքով առանձնակի խնդիրներ չեն, էլի։ Այսինքն խախտում արել եմ, կարմիր լույսի տակով անցել եմ, այսպես ասեմ, ստացվել է։ Հա, բայց լուրջ խնդիրներ որպես այդպեսին չունեմ։ Հիմա մարդիկ կան, որոնք ունեն, եւ դրանից են երևի կաշկանդվում, չգիտեմ։ Մարդ կա ինչ որ աշխատում է, այդ աշխատավարձով հիպոթեկա փակում, որ գործից դուրս հանեցին իրան,
ինքը կմնա, չգիտես, այդ պարտքերի տակ, չգիտեմ ում ոնց բացատրեմ։ Չեմ էլ ուզում հանուն հայրենիքի եկեք բոլորս, չէ, հայրենիքը ձևավորվել է, նախ հայրենիքը այդ մեր հայրերից ստացածն է, եւ վերջին հաշվով մեր հայրերն էլ, մենք էլ հավաքվել ենք իրար գլուխ, որ ինչ անենք, որ մեր ուժը մեծանա, մեր համակարգվում ենք, որ մեր էֆեկտիվությունը ավելի բարձր լինի, որ ինչ անենք, որ յուրաքանչյուրիս խնդիրները լուծենք։ Բա ինչի համար ենք հավաքվել, որ մեծ կրակ վառենք, շատ մեծ կրակ վառենք, այնքան մեծ կրակ վառենք, որ Մասիսի այն կողմից լույսը երևա, չէ, դրա համար չենք հավաքվել, հավաքվել ենք մեր հարցերը լուծենք։ Հերթով, միգուցե դանդաղ, բայց կայուն լուծումներ են պետք, կայուն։ Պացիենտները հաճախ զանգում են, բժիշկ ջան, այս դեղերի վրա արդեն լավ եմ, ասում եմ, կայուն արդյունք է պետք։ Երբ որ դու լավ կլինես եւս մի 2-3 ամիս, հետո երբ որ դեղերի դոզաները քիչեցնենք, էլի դու լավ կլինես, երբ որ միգուցե բուժումը դադարեցնենք, դու էլի լավ կլինես։ Ես հետո կասեմ, ես հաջողության հասա, դուք բուժվեցիք։ Բայց այս ամբողջ ընթացքի հաջողությունները դեռ լիցքաթափման չեն տանում, դեռ չես հանգստանում։ Հա, լավ է, որ դեպի վատին չես գնում։ Նույնը երբես պետության եւ երկրի մասշտաբով մարդիկ Արցախի խնդիր են բարձրացնում, արցախցիների խնդիրներ են բարձրացնում, ժողովուրդ ջան, այն ամեն ինչ արտաքինին է վերաբերվում, արտաքին հարաբերություններին եւ արտաքին գործերին։ Դրա մասին չեն խոսում, տես բաները քննարկվում միայն փակ դռների հետևում։ Տես բաները նույնիսկ ընտանիքի անդամների հետ կարող է չխոսես։ Այն մնացած հարցերն էլ կամաց։ Պարոն Մանասյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ խոսում էինք Գյումրիում սպասվող ընտրություններից, դուք կոչ արեցիք քաղաքացիներին տեր կանգնել իրենց քվեներին, գնալ ընտրել թեկուզ ամենավատ թեկնածուին, բայց չայրած փոքրագույնին, բայց տեր լինել իրենց քվեին, արդյունքները այդ առումով ինչպես կգնա։ Ես շատ գոհ եմ Գյումրու ընտրություններից, ես հիացած եմ Գյումրու ընտրություններով, ու հենց միևնույնն է, թե ով իր քաղաքական տհասության որ աստիճանից ոնց է գնահատում այդ ամեն ինչը։ Ժողովուրդ ջան, օրինակ, հա, վերջից սկսեմ։ Վարդան Ղուկասյանը ասել է Ռուսաստան, Բելարուս, դից սկսեմ, հա։ Ես դրան խիստ դեմ եմ։ Բայց ժողովուրդ ջան, այն որ ասում ենք խոսքի գաղափարների համոզմունքների ազատություն։ Հետի գիտեք, տենց սիրուն բառ, հա, ասում ենք։ Դա նշանակում է Վարդան Ղուկասյանը գտնում է, որ միութենական պետություն արտահայտվում է դրա մասին։ Հայկ Մանասյանը գտնում է, որ ոչ մի դեպքում դա չի կարա լինի կամ չպետք է լինի, արտահայտվում է դրա մասին։ Հետո այդ գաղափարների, քննարկումների, բանավեճերի արդյունքում հանրային կարծիք է ձևավորում։ Վերջում գնում միտեղ ընտրություն ես անում, ասում ես ում ես ուզում։ Այդ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կամ արտահայտությամբ ցույց է տալի ում է ուզում։ Ինչ մի խառնվել Ղուկասյանի ասածը պետության դեմ հանցագործություն չէ։ Հիմա որ ասես Եվրամիություն եմ ուզում, պետության դեմ հանցագործություն չէ։ Եվրամիությունն ինչ իմաստով ենք ուզում։ Բա միութենական միությունն ասպաս է, ուզում ես Եվրամիության անդամ դառնաս։ Դա պետական դավաճանություն չի, հարցնում եմ, չեմ ասում տենց է։ Դա չի Եվրամիություն ասելը բանա, ադաթ, հա, միութենական պետությունը բեդաթ է։ Եվրամիության անդամները շատ ավելի բարձր կարգավիճակով են իրենց անկախությունը։ Խոսքի գաղափարի համոզմունքների ազատությունը դա է։ Այ բեջուրաներ, վայրենիներ, սովորեք։ Սրանց թվում է խոսքի ազատությունը այն է, երբ որ իրանք են խոսում։ Այ բայց երբ որ իրենց կարծիքին հակասող կամ բանը 180 աստիճան դրանից տարբերվող կարծիք հանջում, այսի չեղավ արդեն, քիչ չեղավ։ Այդ Եվրամիությունը ասողները առաջին դեպքի ծափ տային, Վարդան Ղուկասյանի ասացին, ասեն, մարդը իր կարծիքն է հայտնում, մալադեց, որ չի վախենում ասում է։ Այդ պետք է ողջունեին։ Իսկ որ դրա հետ համաձայն չեմ։ Բայց իր կարծիքն ասում լավ անում ասում, ո՞ն պետք է հարցնի։ Ո՞ն պետք է դա գա հարցնի։ Հիմա ես այդպեսի բան ասեմ կամ դրա հակառակն ասեմ։ Վաղը ասեմ, չգիտեմ, Ամերիկայի հետ եմ ուզում հարաբերություններ։ Ո՞ն պետք է գնամ հարցնեմ ես դա։ Էլիզա ջան, այնպես որ այդ մեր քաղաքական տհասությունն է այս աժիոտաժը առաջացնում։ Տեղական ինքնակառավարման մարմիններ կան, որոնք պետական մարմիններ չեն։ Դա պետությանը չի, դա հանրությանն է, տևի համայնքին։ Այն ինչ պետությանն է, մեզանից յուրաքանչյուրը փայ ունի դրա մեջ, այսինքն, չգիտեմ, նրանք անտառները, Սևանի ավազանը դա Գեղարքունիքինը չի, դա Գավառինը, Մարտունունը, չգիտեմ, Վարդենիսինը, Ճամբարակինը, Շորժայինը, չգիտեմ, ասա, Սևանինը չի, դա հանրապետությանն է, բայց այս Սևանի
կամ մարտունու տեղական ինքնակառավարումը դա միայն մարտունեցումն է, միայն։ Դա մյուսներինս չի։ Հիմա Գյումրու տեղական ինքնակառավարումը ընտրություն եղել է, մարդիկ ընտրել են, իշխանությունների տեխնացուն, իշխանությունների միջամտությամբ եւ մասնակցությամբ եւ այդքան լծակներ չարաշահումից հետո պարտվել է, ողջունում եմ Գյումրեցուն։ Շարունակենք։ Վարդան Ղուկասյանն է եկել սրտներովը չի։ Սրտերովը չէ, դուք տեխնացություն ներկայացնեիք։ Թող այն ձեզ ընտրեին։ Ներկայացնել եք, չեք ընտրվե, հետևություններ արեք։ Չեք ներկայացնե, գնացեք մտածեք, որ մյուս անգամ ոնց որտեվ 45-48% մոտավորապես ընտրողների չէր մասնակցել ընտրության։ Գնացեք դրա մասին մտածեք։ Իսկ ովքեր որ մասնակցել են, իրենց ընտրությունն արել են, իրենց վստահության մանդատը տվել են, ավելին ասեմ։ Քիչ են արել։ Պիտի լինի մի հատ ավականու ընտրություններ, մի հատ էլ առանձին քաղաքապետի ընտրություններ, որ այսպիսի աժոտաժ անիմաստ չստեղծվի։ Քաղաքապետն էլ պետք է ենթադրենք 4 տարի կառավարի, այդ ձեր առաջի հարցը, սահմանադրությունը, որ մենք ենք ուզում առաջ բերենք, ինչով է տարբերվում, այ դրանով է տարբերվում, որ իշխանության թևերը պետք է հորիզոնական եւ վերտիկալ բաժանում, փոխադարձ հակակշռում եւ զսպումների մեխանիզմով աշխատեն։ Մեկը քիթը մյուսի գործերի մեջ չխոթի, SMS-ով կամ նամակներով կամ ակնարկներով չնշանակեն ու չազատվեն։ Իսկ դրա համար պետք է որ ժողովուրդը ոչ թե 5 տարի մեկ գնա ազգային ժողով ընտրի, այդ մնացածը նա ընտրի, այլ ժողովուրդը ենթադրենք 4 կամ 5 տարին մեկ նախագահ ընտրի, ժողովուրդը գերագույն խորհուրդ ընտրի 4 կամ 6 տարին մեկ եւ ժողովուրդը ազգային ժողով ընտրի ստորին պալատ 2 կամ չգիտեմ 3 կամ 4 էդի կորոշենք։ Ժողովուրդը պետք է շատ մասնակցի ընտրությանը, ինչքան շատ մասնակցի, այնքան ավելի երկիրը ժողովրդավար կլինի։ Ձեր լեզվով ասեմ, իմ լեզվով ասեմ, այնքան ռեսպուբլիկա կլինի այս երկիրը, այնքան սա կլինի հանրապետություն։ Իսկ մենք ուզում ենք կառուցել հանրապետություն։ Իսկ թե դրա մասին ուրիշ ինչ խոսակցություն կա, դա էլ մի ուրիշ անգամ։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ, հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ։ Դուք կարող եք դիտել մեր հաղորդումները, մեր ուղիղ եթերները Patreon-ում, նաև աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։